Գլուխներն քեզ ուղարկել արքայոթի ասլա։ Դոստերին նա շատ հարուստ է, շատ։ Նա ուզում է դառնալ մեր տեսածու։ Նա ունի ոչ թե մեկ, այլ երկու պալատ։ Ոչ թե երկու, այլ 3-4 նկատի։ Իսկ ինչին է պետք այդքան շատ պալատներ։ Իսկապես ինչին է պետք։ Որպեսզի հարգի։ Այո, դոստերի, որպեսզի հարգի։ Լավ։ Ամուսնացնում եմ քեզ արքայորդու հետ և վերջ։ Եվ օր։ Մետր Սուլթան։ Սպասեցեք հայրիկ, դուք հենց այնպես կամուսնացնեք ինձ, ձեր միակ աղջկան առանց հաձնելու դուր է գալիս նայես, թե ոչ։ Իհարկե դուր է գալիս։ Տեսնի ինչ նվերն է, 3 պալատ 4-ը կառուցվում, նախանձելի պեսացում, նույնիսկ չմտածում։ Հենց վաղը դու կամուսնանաս, և հենց վաղը դու եմբանից, կդառնաս նրա կինը, և վերջ։ Ելվանից, հա? Իսկ հիմա լսեցեք ինձ։ Ես արքայդուստր բուդուրս երբեք չեմ ուզենալ արքայորդի ասլանի հետ։ Երբեք, տարեք այս ամենը, տարակ։ Ասկին։ Ախ այդպես։ Այդպես։ Եվ այս ամենը նրա համար, որ ապրես ինչ-որ մի հիմար ետ ախորում, այցի ետ միասին։ Ալադին, իսկական ողորմելի սարիկային ալադին։ Ինչ։ Այո։ Իսկ դու կանուսնանաս ոչ թե արքայորդու հետ, այն նրա, ով առաջինը կմտնի այս պալատ։ Երբեք։ Այդպես է։ Լսեցեք և գրանցեք, մենք տալիս ենք արքայադուստր գյոզալ բուդուրին և թագավորության կեսը նրա, ով առաջինը կմտնի այս պալատ։ Ախ այդպես, հա։ Հենց այդպես։ Ոչ, Մետր Սուլթան, ոչ։ Ոչ։ Զարմանուս եք ծանքես։ Այսուհետև թագավորության կեսը և արքայադուստր գյոզալ բուդուրը պատկանում են քո որդու։ Ինչ ասացի, ես չհասկացա, ինչ ասացի։ Ես ասում եմ, որ թագավորության կեսն ու արքայադուստր բուդուրը քոնն են։ Ինչպես է քո որդու անունը։ Մուբարեք։ Ինչպես։ Մուբարեք։ Նորից։ Մուբարեք։ Մուբարեք։ Դու նրան կոնցերտ մուբարեք։ Ոչինչ, կողլաց լեն։ Նոչ արձուկներով, ինչպես ասում են, ինչպես ասում այնտեղ կնոչ արձուկների մասին։ Կնոջ արցունքներով ջրում են տան երջանկության շեն։ Հենց այդպես։ Մետր Այո, թող հայտարարեք Բաղդադում։ Մետր Սուլթան։ Լսեք
Բաղդադի բնակիչներ։ Եվ հետո չասեք, որ չեք լսել։ Վեզիրի որդին Մուբարեկը Եվ արքայադուստր Բուդուրը ամուսինները։